Բարի եկած սիրելիներ, բարի եկած ավելիին։ Հուլիս ամիսը մերձավոր արևելքի հայ ավետարանական եկեղեցիներու միության համար շատ կարևոր ամիս մնե։ Այս ամսվա մեջ կունենանք եկեղեցիներու հովիվներու ընտրությունները, վերընտրությունները եւ նաեւ համաժողովները։ Ինչու այս բոլորը գնենք հուլիս ամսվա մեջ, որովհետեւ 180 տարիներ առաջ հուլիս 1-ին ցակում արավ Հայաստանյաց ավետարանական եկեղեցին։ Իսկ ով գրնա ավելի լավ ներկայացնել աշնույթի մասին եւ Հայաստանյաց ավետարանական եկեղեցվո ցակումին մասին, քան մերձավոր արևելքի հայ ավետարանական եկեղեցիներու միության նախագահի դեղապահը վերապատվելի դոկտոր Պոլ Հայդոստյան, բարի եկած դարձյալ ավելիին, շատ ուրախ ենք, որ այսօր մեզի հետ եք։ Նախ շնորհավորելա 180-ամյակը, ուրեմն հիմա ժամանակն է, որ խոսենք, զրուցենք, ավելի լավ հասկանանք, որ այս պատմությունը ինչպես է սկսավ եւ ինչ էր նպատակը։ Շնորհակալություն, իրավես ամյակները մեկ օմեն տարեթարցները ասենք ուրախության, շնորհակալության ծնծության առիթներ են, երկրորդը վերակաղի աբակայի մասի մտածելու եւ այս բոլորին։ 180 տարիներ առաջ Գոստանտուբոլսո մեջ շարժումը զարգացավ գսեմ ոչ միայն ծնավ, որովհետև եկեղեցի մեջ բոլոր փոփոխությունները, բոլոր զարգացումները եւ բարեգարկության մղումները եւ շարժումները ընդհանուր եկեղեցական պատմության մեկ շարունակությունն են, մեկ էջն են, այսպես ասեմ։ Եկեղեցվո մեջ առաջին թարերեն սկսյալ եղած են ինչ որ գրնակ կոչել դբրոցներ։ Ալեքսանդրիո, Անդիոքի սկսելու համար։ Այո։ Յուրաքանչյուր ունեցած է իր շեշտը, ըմբռնումը, իր Հիսուսը եւ ավետարանները եւ առաքյալները հասկանալու ոճը, հոգեբանությունը, փիլիսոփայությունը։ Իր աստվածաբանությունը։ Եվ շարունակեսպես միշտ։ Ուրեմն 19-րդ դարու սկզբնավորության մեր ժողովրդի մեջ եւ միջին արևելքի մեջ ընդհանրապես զարգացան ինչ որ յետք գործվեցան ավետարանական կամ փողոքական զանազան շարժումներ, ուսուցումներ, բայց ունեին արմատներ։ Անոր եկեցվո այդ զարգացումին նոր ուտյան բաճարեն մեկը եղավ 16-րդ դարու լուդերի եւ անոր հետևորդներու շարժումը բարեգարկության, փողոքականության, եվրոպական, որ դարածվեցավ բավական արագ զանազան երկիրներ։ 19-րդ դարի սկիզբը զարգացան նաև թարգմանական աշխատանքները եւ Աստվածաշունչի ընկերության Bible Society-ներու աշխատանքը աշխարհի զանազան կողմերու մեջ եւ նաև միջերգրականի ուրեմն դպակրություն, թարգմանություն, դարբեր լեզուներ, դարբեր փարփարներ դեսան հանգարց զարթոնքը թարգմանական եւ հրադարակչական։ Մինչ այս կլար մենք կտեսնենք, որ զանազան քաուտներու մեջ հայկական, ոչ հայկական, Երուսաղեմեն մինչև Բոլիս, մինչև հունական դեղեր եւ գղզիներ եղավ նոր անդրադարձը Աստվածաշունչ Մադյանի մատչելիության, մոդիգության։ Ժողովուրդը իր ցերկը ունեցավ Աստվածաշնչական խոսքը հատվածներով, քիրքերով եւ կամ իր ամբողջությամբ։ Նպատակները մեկ աներ, որ Աստծո խոսքը հասնի հոն ուր կամ ուղղագիորեն հասած չէ եւ կամ հասկանալի կերպով հասած չէ։ Ուրեմն գային ասվիս բաներ։ Եկեղեցական շարժումներուն մեջ եւ հայավետարանական մեր եկեղեցիներու մեջ եղան բոլսո մեջ մի քանի տեսակի ուղագի բաժարներ, որոնք ծնունդ տվին, ասենք կամ զարգացումը բերին, ինչ որ գոչվեցավ Հայաստանյաց ավետարանական եկեղեցի 180 տարի առաջ։ Մեկը Աստվածաշունչին էությունը, ուսուցումը եւ ճշմարտությունը։ Ինչ կսե Աստվածաշունչ, այսինքն այդ ժամանակ եղան բավարար հավատացյալներ եւ ինչու՞ չէ հայ առաքելական եկեղեցու գրոնավորներ, որոնք հարց տվին, որ Աստվածաշունչը ինչ կբանջի, ինչ կսե, ինչ ցուցմունք կտա։ Միաժամանակ եղան եկեղեցական իշխանության հետ խնդիրներ։ Այո։ Եվ գիտեք, միշտ հաստատությունական կյանքի մեջ, երբ իշխանությունները ամուր գլան, անպայման
կանկադող վիդելլա, հերացող վիդելլա, ասպարեզ գարտացող վիդելլա, բարոյական կամ այլ տեսակի խնդիրները կստեղծվին։ Միաժամանակ Կոստանդնուպոլսը եւ շրջանի մեջ կային մշակութային զարգացումներ 19-րդ դարը նոր դար է, ինչպես ամեն դար իր զարգացումը ունի։ Եվ ուրեմն այս բոլորին գողքին գային արդակին աստեցություններ, հայ ժողովուրդը, արաբ ժողովուրդը, լման շրջանի գծանոթանար օդար միսիոնարական մտածողության, նոր փիլիսոփայությամբ, նոր ոճով, աստվածաշունչի մեկնություններով եւ այս բոլորով ուրեմն ժողովուրդը փոփոխությանը գարաչնորթվել։ Ուրեմն զարգացավ մեր եկեցվո ծնունդեն առաջ ինչ որ գոչվեցավ բարեբաշտից միություն, Այո։ անգլերենով Society of Piety եւ ասիգա բոլսո հայոց բادرիարքության քիրգի մեջ ծոցի մեջներ, այսինքն օդար խումբ մեջեր հայ հավատացյալներ եւ գեղարականներ, որոնք ուսումնասիրեին եկեցին էյությունը, աստվածաշունչին իմաստը, անոր ուսուցումները։ Եվ ուրեմն դերմը գրոնական մտնոլորտի մեջ ցակած շարժումը հասավ մարդոց բնակարանները դուները։ Եվ իրականությունը որ մենք շատ չենք շեշտեր, առաջին դարիներուն, առաջին դասնամյակին ավետարանական եկեցվո մեր ծնունդեն առաջ եղան նաև աստվածաշունչի սերտողություններ եւ դուներու մեջ մարդիկ վիճապանության ասուլիսներ ունենային, ծրագրված կամ անծրագիր։ Կնստեին ինչու ասի ասպես պիտի հասկանանք, փրկությունը ինչ կնշանակե, եկեղեցին ինչ է, հովվությունը ինչ է, քահանայությունը որն է, եկեցվո իշխանությունը ուր գասնի, բավական ասես մտավորական։ Ինչ քեղեցիկ է որ դուներու մեջ մարդոց նույթերը ասոնք եղած են ասոնք, հատկապես բոլսո մեջ։ Ուրեմն այս ենթահողի մեջ կծնի եկեղեցիմը, որը սկզբնավորության չկար աշխարհ նոր եկեղեցական համայնք հիմնելու կամ հարանվանական մտնոլորտ ստեղծելու, հաբա բարեկարգությունը բերելու, բայց պայմաններու բերումով մերժումներու, հերացումներու պատճառով գստիբին այդ 40-ը 37 այր 3-ին հիմնել եւ հաստատել իրենց հավատքը, ասելով որ իրենք հավատարիմ կմնան մեր մշակույթին, եկեղեցու ամեն ինչին, սակայն խղճի ազատությունը եւ աստվածաշունչի իրականությունը ավելի բարձր կսեբեն եւ ուրեմն կհիմնեն ինչ որ կգոչվի Հայաստանյաց ավետարանական եկեղեցի։ Այս են պայմանները, որով կսկսենք։ Գրնանք ասել գաչ թեվով մը իրենց նպատակը բարեկարգություն մկործել էր, բարեկարգություն անել էր։ Եթե այդպես էր, ինչպես հասան իրենց նպատակին։ Անշուշտ պիտի հարցնենք, որ որքանով հասան իրենց առաջին նպատակներուն, որ եկեղեցվո ընդհանուր եկեղեցվո, ասենք հայ եկեղեցվո բարեկարգություններ։ Հիմա կարելի է ասել խմպակ մուկա եւ ամփոխ չկբարեկարգե ոչ անպայման։ Գունենա իր աստեցությունները բնականաբար։ Եվ հոս ասեմ, որ մի օրինագության մեջ վնասներ ական։ Երբ որ միշտ տարբեր գարձիկներ զարգանան, ավանտագանը կսկսի ավելի մտածել իր ռածին չրածի մասին։ Ուրեմն ավետարանականությունը ծեվում ասպարեզ գարտած։ Այդ օրվա եկեցին, որ ես իրականության մեջ տրագան կգտնեմ։ Ուրեմն վերադառնամ քիչ աճսի նոր հարանվանությունը ստեղծել, ասի չեր նպատակը։ Բայց գվերածվի։ Մենք ընկերության մեջ կաբրինք։ Մեկը փարմը կսկսի կորձածել, այդ փարը թվրոցի գվերածվի։ Մեկը միտքը գզարկացնե հանգարց խումբ գավակվի իր շուրջ։ Որ վտանգավոր գտվի։ Գրնա զայրայական լալ, գրնա այլամերժել եւ ես ամիջապես ոսկուզեմ ասել, որ պարկը դանգասո որ հայավետարանականությունը այլամերժ չեղավ։ Օրինակ համար սավ մենք հայրաքելական եկեցին գտնենք որպես մայր եկեցի, մայր մնե որմե ծնանք։ Ինչ կնշանակի այս, այլամերժ չէր։ Ընթագարակն այդ ժամանակ Կոստանդնուպոլսո մեջ, Գիլիգիո մեջ հայկական ընդհանուր զարթոնքի, վերազարթոնքի, որում մեջ գար լեզու, մշակույթ, քրագանություն, քաղաքականություն, ազատագրական շարժում, հայավետարանությունը սեպվեցավ այդ նորոգության մեկ մասը։ Սիրելի ոչ, ընդունելի կամ դերմը ոչ, բայց ընդհանուր ունեցավ իր բարերը ռաստեցությունը։ Հիմա ուր է որ հավանաբար հաջողություն կդա։
ավետարանականությունը հայոց մեջ զարգ դվավ անհադի հավատքի եւ անհադի առաքելության կարեւորության այսպես սիրելի հայ հավատացյալ ժողովուրդի ավելի եղավ սիրելի ալին Այո սիրելի ասինչ սիրելի անինչ այսինքն գետրոնացուց շեշտը անհադի հանցնարության հավատքի հանցնարության վրա հավատքի լրջության վրա, փրկության ըմբռնումին վրա, աստվածաշունչի հետ մոդիգության վրա, անհատական անձնական աղոթքի բահերու վրա, որ մենք ասենք մենիկ բա եւ այլ միջև այսօր գիտենք, յետքը այդ դվավ արակվելու, արակյալը լալու, որ ես իմ հավատքի վկայությունը պետք է ունենամ, իմ ցանկս վկայության պետք է վերածվի, այս շեշտերը, սակայն անոնք չմնացին անհատական մեգուսացած ցանկի երևույթներ հայավետարանությունը շատ արագ վերածվեցավ հաստատություններու առաքելություններու հիմնականը ասելու ենք գրտական մանկավարժական փոքրիկները մինչև համասարան եւ աստվածապանական ջեմարան եւ մեծ եղան այդ հաստատությունները թիվը միաժամանակ պիտի չմոռնանք մամուլը Կիրև քրագանություն եւ հրադարագություններ, որոնք լույս տեսան դարբեր քաղաքներում մեջ հայավետարանական եկեղեցիներու, գրթական մշակներու, քրոներու գոմե եւ այլն։ Ուրեմն այս բոլորը զարգացավ եւ այդ անհատական մեգուսի հոգեվոր, մեկ որ աղոթքով նստած է այդ նյութեն վերածվեցավ դեպի ոճմը, հայավետարանական գրթություն, հայավետարանական ընկերային ծառայություն, հայավետարանական աստվածաշունչի սերտողություն դբրոցի վերածվեցավ եւ վերջացնեմ այս մասը ասելով որ նորեն շատ լավ է որ միայն ավետարանականամիտ կամ այդպիսի ինքնություն ունեցողներու համար չեր այս եղած եւ փաստը ով էին որ գմիանային գոկտվեին գահաջախեին բոլոր հայերը դերմա սուրյանիներ դերմա հույներ ուրիշ քրիստոնյաներ նման մտքերով եւ ուրեմն ադիգա առաջինորեն փած բահեց հայավետարանական այս եկեցիներու եւ հաստատություններու փած բահեց դռներն ու բադոհանները բոլոր ուրիշներուն եւ ես միայն մեկ փաստամ 20-րդ դարու սկիզբը այսինքն 60 տարի անց դուք գնայիք այդ քոլեջներուն եւ ասենք Մարաշի աստվածապանական ջեմարանին կամ ուրիշներուն դուք նկատեք որ նաև այդ ժամանակից կան մարդիկ, որոնք քահանայի առաքելական եծով քահանայության կպատրաստվին, բայց ավետարանական աստվածապանական դպրոց կաճախեն, սա ինչի նշան է։ Նշան է, որ եկեղեցու դռները, եթե իսկական Քրիստոսի եկեղեցին է, փակ չեն մնար, հաբա միշտ սրտով, համոզումով, գործով, մտքով գմիանան Քրիստոսով քույրերու եղբայրներու հետ, ինչ ենթահող է կամ պատկանելության ալքան։ Այս մի քանի օրինակները որտեւիկ շիդագ են մինչև այսօրս օրինակ հիմա որ քահանաներ ըսիկ որ գերտեն աստվածապանական ավետարանական աստվածապանական ջամարան մինչև այսօր ունենք որ քահանաներ գուկան անի Estinian School of Theology-ի մեջ եւ հոնգուսանին իսկ նաեւ որ խոսեցակ ըսիկ որ արաքյալ լալ հիմա քեչը կորզատիր մարմինը աշխատի discipleship-ի խումբերու վրա որ ըսիկ որ գետրոնանան աստվածաշունչին վրա աստվածաշունչի էյության վրա եւ իշխանության վրա մենք դագավին գտնենք կարևորություն եւ որ մենք ունենք մեր չայնցականները երիտասարդները համակոմարները մենիկ բահերուն վրա եւ աղոթքի բահերուն վրա ուրեմն որոշ ծևով կգնան գսել որ հասան իրենց նպատակին այո այսինքն այդ բարերար աստեցություն նորոգություն շեշտերու փոփոխություն այդ իմաստներով այո ես շատ ուշադիր եմ որ շատ առադացերն չլամ չեմ կովել ավետարանականությունը որովհետև նաև միշտ բարեգարկության պետք ունի ովևէ մեկ աշխատանքը եւ ովևէ մեկ շարժումը գիտեմ ժամանակը խնայելու համար շատ ամփոփ ծավալ օրինակներ դվիկ բայց ես այս հարցում դարձնեմ զարթոնքը մղեց հայաստանյաց ավետարանական եկեղեցին կամ հայաստանյաց ավետարանական եկեղեցին զարթոնքի պատճառ մի եղավ որովհետև ինչպես որոսիկ հաստատություններ կառուցեց դպրոցներ բացավ առաջին անգամ լալով աղջիկներ դպրոցքացին եւ այլն so որ մեկն է գարցեք ձեր կարծիքով վստահաբար երկուքով մեկ բայց ես կուզեմ քանի ասին ձեր այս հոգեվոր քրիստոնեական հարթակի մեջ կխոսենք կուզեմ որ մենք չմոռնանք
որ եկեղեցին համայնք չունի, հարանվանություն չունի, որ շարժումենա եկած լա, որ լեզվով, որ երկրի մեջ, որ տեսակի ինչ որ մոդեցումով Քրիստոսի եկեղեցին է։ Ամեն։ Վերջո, այսինքն եթե մեգություն մգա Աստվածաշնչի մեջ, Քրիստոս մեկ է, եկեղեցի մեկ է, մգրդությունը մեկ է, ամենս որ սեղանը Քրիստոսի զոհաբերությունը մեկ է, գիտեք այս նյութերը, ուրեմն այո, միամիտ վիդլանկսելու որ մի քանի օքիներ եկան նոր քուտմերին ավետարանական միամիտ վիդլանք որ ավետարանները եկան եւ փրկեցին այնպիսի ուժ մդվին հայ ժողովրդին որ ասրավադ կան իրականություններ բայց ասա միամիտ է Քրիստոսի եկեղեցին շեշտը Քրիստոսն է հիմա անորամար ցես պիտի դանիմ կարևոր իմ սրտիս համար կարևոր նյութը Բիդի չմտածենք հայավետարանության մասին որպես տավանապանական նոր մոդեցում դարբեր առաքելականեն կամ կաթողիկեն կամ ուրիշեն հիմնական դարբերությունները եկեղեցիներու մեջ գլան եկեղեցապանական եւ այդպիսին է նաեւ մեր հայկական իրականության մեջ օրինակներ դամ Սուրբ երրորդության վրա խնդիր չի կա Այո Աստուծո հեղինակության Հիսուս Քրիստոսի զոհաբերության, անոր խաչին, անոր հարության, համբարձումին, հոգեկալստյան իրականության, որ ինք մեզի նոր ծնուտ կուտա հոգևոր իմաստով է, ասոնք անեն։ Եկեղեցապանական են մարդկային դարբերությունները եւ այն են ավետարանական եւ ոչ ավետարանական դարբերություն օրինակներս։ Եկեղեցապանական կնշանակե Եկեղեցի ըմբռնումը ինչպես կգծենք Այսինքն սահմաններ ուր գտնենք եկեղեցին Ինչ է եկեղեցին Ով է եկեղեցու անդամ Ինչպես կդառնա եկեղեցու անդամ Հոս դարբերություններ կստեղծվին Եվ գամ Քահանայություն կա եկեղեցու մեջ Հովություն կա եկեղեցու մեջ Ով է քահանան Ինչ պայմաններ լարացնելով Ինչպիսի օծումով Հոսեն որ դարբերություն կլա Գամ Եկեղեցին գազմագերբած է իր կյանքը խորհուրդներու ընդմեջ են Քանի խորհուրդ կա որ խորհուրդը քանի իմաստ ունի ինչպես կմատակարարվի որուն գհրամծվի ինչպես մատչելի գտարնա հոսեն որ դժվարությունները դեղունան ուրեմն կամ ձեսը ինչպես կերկեն ով կերկե ինչպես կաոթեն ինչ բարերով ինչ ոճով Ուրեմն երբեմն մենք չենք հասկնար որ եկեղեցական դարբերությունները մեծ մասամբ ինչպես մեր հայ իրականության մեջ հայ առաքելական կաթողիկ ավետարանական եկեղեցապանական են այս իմ նշած վերոհիշյալ գեդերովս եւ ոչ թե թավանանքի հավատքը նույնն է Քրիստոս մեկ է ինչպես որ ասի նաեւ վերջին ասեմ որ Աստվածաշունչի մեկնաբանության դարբերություններ կլան Աստվածաշունչը միակ հեղինակությունն է թե Աստվածաշունչի գողքին կա հայրապանություն որքան է հայրեր սուրբերու կարևորությունը որքան չէ ուրեմն այսպիսի նյութերալ գնալ հայավետարանությունը չմոռնամ ասելու որ մեր այս դարվան մերձավոր արևելք եկեղեցու մեջ կարևոր շեշտը բիլլա դերգամ իմ կարոզիս հիմնական նյութի բիլլա հայավետարանական յուրահատկությունը Առաջին 40-ն որ հասած է մեզի կգոչվի խղճի ազատություն ուրեմն ներքին հոգևոր կյանք եւ ինչպես հոգեմտավոր լուսավորությամբ մարդ կունենա խղճի ազատություն Քրիստոսով ուրեմն շեշտերու հարցեր կլան որոնք հիմնական եկեղեցապանական Շնորհակալ ենք պատվելի, որ միշտ միապանական ձևով մտածեք եւ նաեւ գարաշնորհտեք ժողովուրդը դեպի այդ ուղղությամբ։ Աստվածապանական օրերն եւ աշակերտի Իսանեի մեզի դարին Եգիպտոս տարբեր եկեղեցիներու ընտանիքներով եւ աշակերտներով բարձրապես որպես ասմիությունը շեշտվի եւ ասմիությունը մնա եւ այսպիսով աճինք բոլորս որպես քրիստոնյաներ մեկ մարմին որուն գլուխը Քրիստոս է։ Խոսեցանք անցյալի մասին Խոսեցանք նպատակին մասին, այսօր ինչ է Հայաստանյաց ավետարանական եկեղեցին կարևորությունը եւ առաքելությունը։ Ձանր նյութ։ Սակայն շատ բարձ բարերով սիրտս ներկայացնեմ։ Վերջը այսօր
եւ վաղը։ Երբ մեկը նայի հայավետարանական բադմության, պիտի նայի ոչ միայն քիրքերու, պիտի նայի այսօրվան իրականության։ Պիտի նայի այս վերաբացվելին, այս գործիչին ադոր։ Որքան բարի վկայություն կտանք Քրիստոսի ավետարանին նկատմամբ։ Ինչ է մեր դարբերությունը հավատք չունեցողներն։ Երբ մեզ լսե, ավելի ճիշտ է, երբ մեզի հետ գործ ունենա, անմիջական։ Ինչով դարբեր պիտի լա մեր գեցվածքը, մեր գենցաղը, մեր խոսքը, մեր աղոթքը, մեր ըմբռնումը, մեր սերը ուրիշներն։ Վերջ-վերջո եկեղեցվոմը հիմնական քննությունը այս է։ Ասի անհատական մագարտակի վրա, եթե շենքի մեջ տրացի ունիս, եւ ես ասոնք ավետարանական եկեղեցի կպատկանին, կամ ավետարանական եկեղեցի կհաջախեն, ավետարանական եկեղեցի զավակեն եւ այլն։ Թուղթի դարբերություն չէ, անվան դարբերություն չէ, հաբա ինչ է։ Որ ավելի քրիստոնյա վայել է, որ մեկ ավելի գարաչնորդ է, որ Աստուծո վրա մեր ունեցած հավատքը հաստատվի, վկայությունը լա ուրիշին։ Գիտեմ որ ծանր քննություն է, գիտեմ որ բարձ բարերով գսեմ որ ծանր իրականություն է։ Այսօր զուգահեռ երբ մարդ դիտե եկեցին։ Ես ցեզի օրինակ մտամ։ Երբ ես շրջանավարտ եղա, այդ օրը որ շրջանավարտ եղա 1987-ին Մերձավոր Արևելքի Աստվածապանական դպրոցին։ Երկու ոչ հայ մայրաբեդ իմ հետս եկեցի դարի մեր եկեցին։ Հայվետարան եկեցիմա։ Եվ գտարկմանեի իրենց, եւ իրենք գտիդեին իրենց աչքերով։ Ավարտեցինք, քիչ հասկացան, քիչ չհասկացան, բայց դիտեցին։ Դուրս ելանք։ Լսեցի կովասանք մորգյանքս մեջ չեմ լսած։ Մայրաբեդներն մեկը ասա որ ես շատ վատ դպավորություն իմ ծեր մասին, ավետարանական մասին, ասինչ քյուրեն սուրյո մեջ։ Բան, ոչ հայերու մասին, բայց ավետարանական։ Այսօր ես սկացի, որ դուք աղոթող եկեցի եք, բայ, ինչպես, սա որ մեկ մասը տուն բացադրեցիր, բայց ես ժողովուրդը գտիդեի, ժողովուրդը իրավ աղոթքի մեջ էր։ Գիտեք ինչ, 1000 լավ աստվածապանը լամ, 4 դոկտորա բերեմ, շատ հավասարը գշրենք մեր բյուջեները, հողեր առնենք, շենքեր շինենք, Facebook-ը ողենք մեր նկարներով, մեր բաշտամունքներով, բայց վերջ-վերջո մեր շուրջը եղո։ Պիտի տեսնենք որ մենք աղոթքի մարդիկ ենք եւ ուրեմն գարձեմ բավարար է պատկամը ինձի համար, ուրիշան առաջ ինձի։ Այո։ Իրավ ծանրնույթեր պատվելի, ես հիմա չեմ գիտեր ինչ ես բիտ շարունակեմ, թող Աստված իրավ իսկապես ամեն մեկերնուս իմաստությունը դա, որ միշտ ինքնա քննումի վիճակի մեջ լանք եւ իսկապես ամեն բան որ գնենք, ամեն խոսք որ խոսենք, չի խոսելն ես մեր կորձերով դեսնեն Քրիստոսը մեր մեջ եւ բարի վկայություն լանք։ Աս խոսքը դուք մեզի գուղեք, ժողովրդին գուղեք, եկեղեցվո գուղեք, ես աս խոսքը իմ աշակերտներուս գուղեմ։ Շատ անգամ ես աշակերտներուս կսեմ, որ ասինչ դբրոցի աշակերտը եւ մանուկը որ դբրոց չեկացած իրավունք չունի նույն տեսակ վարմունք ունենա, խոսակցություն ունենա, փարամթերք ունենա եւ որքանով այս իրական է նաեւ մեր վրա, եկեղեցի անդամներուն վրա, հավատացյալներուն վրա։ Ասած այդպես շատ ծանր նույթ է։ Բայց հոս չի վերջանար, խոսեցանք անցյալը, խոսեցանք ներկան, պիտի խոսենք իմ ապական։ Ուր գտեսնեք Հայաստանյաց ավետարանական եկեղեցին 200-րդ ամյակին։ Ինչպիսի նկարում ունիք։ 3 բան ասեմ, կոնե։ 1. 200 ամյակին պիտի ուզենք տեսնել, որ հայ ավետարանական հաստատություն որ գսեմ, գնալ դբրոց, եկեղեցի, երդասարտած խումբ, կիրակնորիա վարժարան, հրադարագություն, համաշխարհային գործակցություն եւ այլն։ Պիտի ուզենք տեսնել, որ որքան բահած են առաջիններու այդ շեշտը, անգերց հավատքի, խրջմտանքի, հոգևոր նվիրումի, հոգևոր առաքելության, որքանով հավատարիմ են։ Այսինքն 200 աշակերտ ունենալու փոխարեն 200 ամյակին
Եթե 1000 աշակերտ ունենք, այդ է հաջողությունը։ Լավ, Իրանի լա ժողովուրդը շատ նա հայությունը զարգանա եւ այլ, բայց ոչ ադիգա չէ։ Հաբա հիմնական նպատակներուն գծարայե, թե չէ։ Երկրորդ։ Ես պիտի ուզեմ նաեւ ուրիշ լուրջ նույնը բերել։ Ես պիտի ուզեմ տեսնել 200-ամյակին, պիտի ուզեմ քննել, թե հոգևոր հովիվները եւ ծառաները եւ ուսուցիչները եւ տաստիարակողները որքանով նվիրումի հոգիով Քրիստոսի գողմե արակված լալու մտնոլորդին մեջ եւ այդ նվիրումի մեջ կգտնեն իրենք սիրենք եւ ոչ թե գործ մնե գնենք կոր ուրիշը ասինչ աշխատանքի մտավ ես ալ եկեցական աշխատանքի մտա եթե այս է եկեցին սախոած է գիտեմ որ արտար գրնաչլալ ոչ ինձ ոչ ցես ոչ ուրիշի համար բայց Քրիստոս եկավ աշխարհ մարդեությունը մարդոց բրգության համար է մարդոց առաջնորդության համար չէ բարձ որ ուղղությունը դամ սորվեցնեմ տաստիարակեմ բրգություն որքան արժանիմ ես կոչվելու գործագիծը լծագիծը այն Քրիստոսին որ աշխարհի բրգության համար եկավ վերջին այս մասով 200-ամյակի ես մանկության օրերը բաներ լսել եմ հայրս հովիվ էր ընտանիքի մեջ հովիվներ եւ հավատացյալ ընտանիք նշանակել մարդիկ որոնք իրենց զավակները տաստիարակեն նույն ավետարանի հիմերուն վրա հայավետարանական ընտանիք կոչվածը ինքնին ասես հadouk տրոշմ ունեցած է բադմության տածքին եւ քախնիկ եղած է որ դբրոցները հաջողին գիրակնորյաները հաջողին բայց ասոր գողքին եւ վերջին հայավետարանությունը գղերագետրոն բեչել ասինքն կանի բատվելիգա 10 բատվելիգա լիփանա Բեյրութ 11 12 13 ով են ինչ են ինչ ուսում ունին ինչ կշիր ունին ինչպես խոսին ինչ եղանակություն լավ է կարևոր են ասպոլոր լավ են սակայն եկեցին գղերագետրոն չէ եկեցին ունի իր ժողովուրդը բայց այդ ժողովրդի մեջ հայավետարանական եկեցվող սահմանադրության մեջ եւ ամեն ինչի մեջ գան աշխարհական ղեկավարները որոնք եւ փեմերը ստանցնած են եւ աստծո խոսքը մեկնաբանած են եւ ուսիչ դարձած են մեր դպրոցների մեջ 200-ամյակի արիտով ես պիտի ուզեմ տեսնել որ այդ ավանտը շարունակված է եւ վերահաստատված Ես ալ պիտի աղոթեմ որ աստծեր դեսիլքը աստված դա եւ իրականացն է ամենաառաջ նախ մենք մեզի քննենք եւ մենք լավ որակով հավատացյալներ ենք երկրորդն ալ ծեր բոլոր մախտանքները դեսիլքները իրականանան Հիմա բադվելի ծեր ժամանակն է որ ծեր սերդի խոսքը ասեք ժողովրդին նայեք ծեր կամերային արիթը ծերն է Ճավարդած շնորհակալ եմ քեզի շատ աշխույժ եւ գետրոնացած եւ արժեքավոր հարցումներուտ եւ ներկայացան համար Բադվելի ես հիմա կսկամ գոր որ աստծեր խոսածները ժողովրդին չէ ինձի է այնքան աստված եմ եւ հուսված եմ աստծեր բոլոր խոսքերով իրավ Գարձեք թե ինձ հետ կխոսիկ եւ ոչ թե մենք այս ոդքասթը գնենք ժողովրդին համար շնորհակալ եմ հրամեցեք Սիրելիներ Քրիստոսով հայորդիներ Մենք մեր ամենօրյա ժամերուն մեծամասնությունը կանցնենք խնդիրներ լուծելով բացատրություններ տալով մեկնաբանություն կատարելով կովելով եւ կամ քննադատելով Օրերը ցաներ գնանալ ոմանց համար շատերու համար մեծամասնության համար միաժամանակ օրերը նորություններ ունին իրենց մեջ նորություններու մեջ կան այս սարքերը աշխարհի զանազան համաշխարհայնացման զարգացումները եւ այս բոլորի մեջ մենք կչանանք մեր հավասարակշռությունը գտնել ես ուզեմ 180-ամյակի արիտով Հայաստանի Հայաստանական եկեցվո մեկ տաս ցկել ցեզի ինձի վերջո որոշիչը որ աբական ինչ է ներգանալ ինչ է եւ մեր սերունդները ինչ են հոգիի նորոգության մեջ է մեր հոգիները պետք ունին նորոգության այոդուները ինքնաշարժերը ուսումը ասինչը անինչը
Սակայն մեր հոգին օրգությամբ եթե կալենք Քրիստոսով մնացյալ նյութերը կդեսնենք դարբեր լույսով Քրիստոսի լույսով Աստված օրհնեցես բոլորդ եւ հայ ավետարանականները աշխարհի մեջ եկեղեցիները չլան ինքնություն թուղթի եւ անդամակցության հաբա լան ինքնություն Քրիստոսի հոգին նորոգո հոգին որ գհրաբուրե հույս կներշնչայես աշխարհին Աստված օրհնեցես Շնորհակալ ենք պատվելի սիրելիներ այս խոսքեն յետք չգա զրույց եւ չգան խոսքեր Բիդի խնդրեմ որ subscribe անեք, share անեք եւ like անեք եւ մենք կտեսնվենք ուրիշ առիթով, ուրիշ նյութով։ Ցտեսություն։